Բուրըն ծափահարենք Հիսուսին, բարեկամներս լավ է երբ մենք այստեղ ենք, Աստծո տանը, այստեղ կամ աշխարհի ցանկացած վայրում, քանի որ դա նշանակում է, որ Հիսուսը ներկա կլինի, որ կլինեն մարդիկ, ովքեր կբժշկվեն, կազատագրվեն, ովքեր կստանան առաջնորդություն իրենց կյանքում, որպեսզի կարողանան հաղթահարել իրենց սնափառությունը։ Մենք ունենք մի դեպք, որը ես համառոտ նշեցի նախորդ ծառայության ժամանակ։ Մովսեսի մասին, որ առաջնորդում էր Իսրայելի ժողովրդին։ Տեր Աստված շատ նեղված էր Իսրայելի ժողովրդից։ Իսկ ինչու էր նա նեղված, որովհետև Աստված կանչեց Մովսեսին լեռան գագաթ, որպեսզի կարողանա խոսել Մովսեսի հետ եւ շատ բաներ բացատրել։ Մովսեսը այնտեղ անցկացրեց 40 օր եւ 40 գիշեր։ Գրված չէ, որ նա լավ խոհարար էր եւ իր հետ մթերքներ էր վերցրել ուտելիք պատրաստելու համար։ Իսկ նա ուտում էր։ Ոչ, Աստված նրա հետ էր այնտեղ, եւ նա լրիվ բավարարված էր։ Եթե Աստված երբևէ նույն ձևով կանչի ինձ կամ ձեզ, կարող ենք վստահ լինել, որ այդ 40 օրը խաղաղ կանցկացնենք, որովհետեւ նա ինքը մեզ կկերակրի։ Նա մի անգամ հրեշտակին ուղարկեց Եղիային հաց տանելու համար։ Եղիան չէր ուզում ուտել։ Կեր եւ խմիր։ Նա ուներ ջրի սափոր եւ ասաց, որովհետեւ քո ճանապարհը երկար կլինի։ Այդ ուտելիքով նա քայլեց 40 օր եւ 40 գիշեր եւ չհոգնեց։ Նա կանգ չառավ ուտելիք պատրաստելու համար։ Այնտեղ, ուր նա պետք է գնար, ուտելիք չկար։ Այնպես որ եթե Աստված մեզ առաքելություն է տալիս, մենք ի վիճակի ենք կատարել այն, որովհետև նա է ամեն բան ապահովողը։ Իսկ վերջում Աստված 10 պատվիրանները Մովսեսին տվեց քարե տախտակների վրա։ Այնուհետև նա իջավ լեռան վրայից։ Աստված ասաց. «Իջիր, որովհետև քո ժողովուրդն ապականվել է»։ Եվ դա իրոք այդպես էր։ Նրանք գնացին Ահարոնի մոտ, որը քահանան էր, Մովսեսի եղբայրը, որին Աստված սկզբում չէր կանչել, բայց քանի որ Մովսեսն ասաց. «Ես դանդաղախոս եմ», Տեր Աստված կանչեց նրա եղբորը, որպեսզի քահանա լիներ։ Բայց դա սկզբնական ծրագիրը չէր։ Մենք պետք է տեսնենք սա։ Օրինակ, մենք եկեղեցու առաջնորդներ ենք։ Հետո կա մի եղբայր, որը համառորեն ուզում է քարոզել։ Մենք նրան լավ չենք ճանաչում, բայց նրա ընտանիքը շատ քաղաքավարի է, ինչպես եւ նա։ Եվ չնայած ես ուզում եմ նրան հնարավորություն տալ, սակայն մենք չենք կարող դա անել։ Դա պետք է լինի Աստծո ուղղորդմամբ, որովհետեւ նա կցանկանա ներկայացնել Աստծուն, բայց եթե Աստված նրան չի կանչել, ինչպես նա կարող է ներկայացնել Աստծուն։ Նա կարող է լավ գործիչ լինել, շատ բաներում օգնել մեզ, բայց նա առաջնորդ չէ, որովհետև առաջնորդը պետք է լինի հրամանատարի նման, որը ցույց է տալիս ճանապարհը, դիմակայում է մարտերին։ Այսպիսով Մովսեսը բարձրացավ սարը, լսեց կարևոր բաներ, բայց երբ ցած իջավ, ժողովուրդը ապականվել էր։ Դրանք եկան Ահարոնի մոտ եւ ասացին. «Ահարոն, մենք իրականում չգիտենք, թե ինչ է պատահել Մովսեսի հետ։ Գուցե որևէ կենդանի կերել է նրան, կամ ինչ-որ այլ բան է պատահել։ Մեզ համար կուռքեր, աստվածներ պատրաստիր, որպեսզի կարողանանք երկրպագել դրանց»։ Եվ Ահարոնը ուշադրություն է դարձնում մարդկանց, քանի որ Աստծո ընտրածը չէր։ Վերցնում է ոսկին, որը նրանց ականջողներն ու ապարանջաններն են, եւ պատրաստում է ոսկե հորդ։ Հետո նա ասաց. «Իսրայել, սրանք են քո աստվածները, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից»։ Աստված չի ուզում, որ եկեղեցում կռապաշտություն լինի։ Ոչ ոք չպետք է երկրպագի հովին կամ որևէ այլ ծառայողի։ Մարդիկ կարող են մտածել, որ հովիվն Աստծո սուրբն է։ Եթե կարծում եք, որ մենք այդպիսին ենք, ավելի շատ աղոթեք, որպեսզի չսայթաքենք գովասանքների պատճառով, քանի որ մեզ դա պետք չէ։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր մեզ աջակցում են աղոթքով։ Այնուհետև Մովսեսը իջավ եւ տեսավ այդ ամենը։ Նա այնքան զայրացավ, որ կոտրեց այն տախտակները, որոնք Աստված իր ձեռքով էր պատրաստել։ Նա իր մատով էր գրել այդ պատվիրանները։ Մովսեսը կոտրեց դրանք։ Աստված ուզում էր սպանել նրանց բոլորին։ Նա Մովսեսին ասաց.
Ես մի նոր ժողովուրդ կստեղծեմ քեզ համար։ Սակայն Մովսեսն ասաց. ոչ Տեր, մի արա դա։ Մենք բոլորս այստեղ Աբրահամի, Իսահակի, Հակոբի զավակներն ենք։ Մովսեսը բարեխոսեց նրանց համար։ Հետո նորից Սարը բարձրացավ եւ ավելի քան 40 օր անցկացրեց Աստծո հետ աղոթելով։ Ահա թե ինչու հովիվը պետք է կանչված լինի Աստծո կողմից եւ ապացուցի, որ ինքը կանչված է Աստծո կողմից։ Այնուհետև Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ եւ սա Հիսուսի մասին է։ Երկրորդ օրինաց 18-17 Եվ Եհովան ինձ ասաց. լավ է ինչ որ ասում են։ Ինչ ասացին նրանք, երբ Աստված իջավ Սինա լեռան վրա, որ Քորեբ լեռն է։ Այնտեղ ծուխ կար, այն կրակով բռնկված էր, կարծես հրաբուխ լիներ։ Ով որ դիպչեր դրան, կսպանվեր։ Ժողովուրդը հեռու մնաց ասելով. Մովսես, դու խոսիր մեզ հետ, որովհետև մենք այլևս ի վիճակի չենք լսել Աստծուն։ Եվ հայրը Մովսեսին հայտարարեց որդու գալու մասին։ 17-18 Եվ Եհովան ինձ ասաց. լավ է ինչ որ ասում են, քեզպես մի մարգարե է վեր գալու նրանց համար, իրենց եղբայրների միջիցը, եւ իմ խոսքերը նրա բերանումը կդնեմ։ Եվ նա կասե նրանց, ինչ որ նրան պատվիրեմ։ Այսպիսով նա հայտարարում է Մեսիայի, Հիսուսի գալուստը։ Նա ասաց, որ իր խոսքը կդնի նրա բերանում։ Հիսուսն ասաց, ինչ որ ես խոսում եմ, հայրն է ինձ ասել։ Նա իր անձից չէր խոսում։ Ես անում եմ այնպես, ինչպես նա սովորեցրեց ինձ։ Ես սա չեմ անում ինձանից։ Մենք պետք է սովորենք սա, բարեկամս, որովհետև երբեմն մենք ուզում ենք ստեղծագործել որևէ լուր եւ առանց գիտակցելու լքում ենք Աստծո ներկայությունը եւ ընկնում մարդկային իմաստության մեջ, որը գեղեցիկ է մարդկային բաների համար։ Բայց այստեղ մենք մարդկային բաներ չենք անում։ Մենք գործ ունենք արթնացած կյանքերի հետ, որոնք պատրաստվում են դիմավորելու Հիսուսին, երբ որ նա գա։ Նա իր եկեղեցին համեմատեց 10 կույսերի հետ, որոնք պետք է մտնեին հարսանիքի վայրը։ Նա փեսան է, եկեղեցին հարսը, 10-ից 5-ը յուղ չունեին եւ չկարողացան մտնել։ Նրանք փորձեցին գնել այն, բայց երբ վերադարձան, դուռը փակ էր։ Մենք այստեղ ենք պատրաստվելու, որպեսզի այստեղ լավ անենք եւ լավ ապրենք, բարգավաճենք, ցույց տանք, թե ով է Աստված։ Մենք հիմա տեսնում ենք նրա կատարած հրաշքները, իսկ հետո կներկայանանք նրա առաջ։ Եկեք շարունակենք մեր ընթերցանությունը եւ տեսնենք ինչ է սովորացնում մեր Տերը։ Երկրորդ օրինաց 18-18 Քեզպես մի մարգարե վեր կկացնեմ նրանց համար իրենց եղբայրների միջիցը եւ իմ խոսքերը նրա բերանումը կդնեմ եւ նա կասե նրանց ինչ որ նրան պատվիրեմ 19 Եվ կլինի այն մարդը, որ չլսի իմ խոսքերին, որ նա իմ անունով կխոսե, ես այն մարդուցը կպահանջեմ։ Մարգարեն, որ պետք է գար, Հիսուսն էր, Աստված ինքը որդու դեմքով։ Նա միակներով կարող էր, քանի որ չկար ոչ մի արդար մարդ, նույնիսկ մեկը չկար, ոչ ոք չէր կարող ներկայացնել Աստծուն այնպես, ինչպես նա պետք է ներկայացվեր։ Հիսուսը Աստծո կատարելությունն է, նա հոր պատկերն է, նա հայրը եւ Սուրբ Հոգին կազմում են մեկ Աստված, բայց նրանք երեք առանձին անձեր են։ Սուրբ Հոգու առաքելությունը իրեն փառաբանելը չէ։ Դուք պարտավոր չեք երկրպագել նրան։ Ես երկրպագում եմ Սուրբ Հոգուն, ոչ, նման բան չի ասում Աստվածաշնչում։ Հիսուսն ասաց. նա կփառավորի ինձ, որովհետև կվերցնի այն, ինչ իմն է, եւ կփոխանցի ձեզ։ Դուք գիտեք, որ միայն Սուրբ Հոգին է բացում մեր հասկացողությունը։ Նա է, որ մեզ սովորեցնում է ամբողջ ճշմարտությունը։ Նա մեզ հետ է օրը 24 ժամ։ Նա զորացնում է մեզ, որպեսզի մենք կարողանանք աղոթել եւ պատասխաններ ստանալ։ Մենք կարող ենք հանդիմանել հիվանդությանը եւ դուրս գալ դժվարին իրավիճակից։ Ինչպես Դավիթն ասաց, որ Տերն իմ օգնականն է, Սուրբ Հոգին խոսքով է առաջնորդում մեզ։ Ուրեմն մի ասեք այնպիսի բաներ,
որոնք Սուրբ գրքում չկան։ Դուք վերցնում եք Աստվածաշունչը, բացում եք այն եւ նկատում. «Օ Աստված իմ, Տերը հենց նոր խոսեց ինձ հետ»։ Այսպիսով կարող եք դա անել։ Այո, կարող եք։ Ուրեմն ինչ պետք է անեմ։ Այն ինչ Տերն ասում է այստեղ եւ հիմա։ Այնպես որ 19-րդ համարն ասում է. «Եվ կլինի այն մարդը, որ չլսե իմ խոսքերին, որ նա իմ անունով կխոսե, ես այդ մարդուց կպահանջեմ»։ Աստված իրոք կպահանջի այն մարդուց, ով իրականում չի ուզում լսել Տեր Աստծուն։ Եկեք տեսնենք, թե ինչ պատահեց։ Դեպքը եղավ Արգենտինայում։ Ժողովուրդ, մենք այնտեղ հրաշալի հանդիպումներ ունեցանք։ Դուք կտեսնեք մեր եկեղեցին Բոնես Այրեսում, որ ասենք այստեղի գրեթե կրկնակին է։ Նայենք ուրեմն Հիսուսի անունով։ Դա իմ առաջին ժողովն է, որը ես անցկացրեցի այնտեղ ամսի 13-ին, որը տոն էր։ Միացրեք, խնդրեմ։ Սրտում մեծ ուրախությամբ դոկտոր Սուարեսը այցելում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող Շնորհ եկեղեցու գլխավոր գրասենյակը։ Փառք Աստծուն, բարի օր բոլորիդ։ Ինչպե՞ս եք բարեկամներս։ Լավ եք։ Աղոթել եք Աստծուն, խնդրելով նրա օրհնությունը։ Ուրեմն դուք եկաք ճիշտ այն օրը, երբ Հիսուսը լսեց ձեր աղոթքները եւ ուղարկեց մեզ այստեղ, միավորելու իմ հավատքը ձեր հավատքի հետ, որովհետեւ երբ ձեզանից երկուսը միաբանվեն երկրի վրա, այն ամենը ինչ նրանք խնդրեն, ես կանեմ։ Հիսուս ասաց սա, եւ հիմա նա այստեղ է դա անելու համար։ Աստծուն հավատացողների հույսը նորոգվում է դոկտոր Սուարեսի կողմից փոխանցված աստվածային ուղերձի միջոցով։ Աստված գիտի, թե ինչու է ձեզ այսօր այստեղ բերել։ Բարեկամս, նա վերահսկում է ամեն բան։ Իսկ ինչ պետք է անել, պարզապես մի վախեցեք։ Հիսուսն ասաց Հայրոսին. «Մի վախեցիր, դուք չպետք է վախենաք, իմ վիճակը շատ վատ է հովիվ, ոչ, ձեր նոր կյանքը կսկսվի այսօր, դուք կրակ կստանաք երկնքից, կյանքում բարձրանալու համար, դուք առանց փողի եք, առանց առողջության, առանց կնոջ կամ ամուսնու, առանց երեխաների, Աստծո համար դա խնդիր չէ։ Աստված ուզում է փոխել ձեր կյանքը, նոր կյանք սկսել ձեր մեջ։ Ովքեր ընդունում են խոսքը իրենց սրտերում, նրանց հավատքը զորանում է եւ աղոթքի պահին բժշկություն են ստանում։ Այսօր ես եկա մեջքի ուժեղ ցավով, նույնիսկ չէի կարողանում կանգնել։ Իսկ հիմա Չեմ կարողանում ձեռքս բարձրացնել եւ կռանալ։ բարձրացու ձեռքդ, Հիմա կարող եմ կռացիր, նաեւ կռանալ։ նայեք, լավ ես։ Հիմա ես լավ եմ։ Օ, եւ եթե Աստված նրան բուժեց, կբուժի նաեւ մյուսներին, բայց պետք է հավատքի ճանապարհով գնալ։ Դուք չեք կարող գործել հավատքից դուրս։ Հավատքից դուրս Աստծո գործ չկա։ Իսկ դու եղբայր։ Ամեն, ես արգենտինացի եմ, մսագործ։ Երկուսերից մեջ էլ օստեոարթրիտ ունեի։ Իսկ հիմա նայեք, ես բուժվել եմ։ Որքան ժամանակ է։ Արդեն մոտ 3 տարի։ 3 տարի։ Ես ստիպված էի ամեն օր ուժեղ դեղեր ընդունել, որպեսզի կարողանամ աշխատել։ Այսօր ոչ մի ցավ չեմ զգում։ Նայեք, վերջացավ։ Իսկ դուք բարեկամս։ Շաքարախտից հետո բոլոր ոսկորներս կարծրացել էին, չէի կարողանում։ Որքան ժամանակ։ 19 տարի։ 19 տարի։ Չեք կարողանում կռանալ։ Ոչ։ Կռացեք հիմա։ Արեք այն, ինչ չեք կարողանում անել։ Կարող եք խոնարհվել հիմա։ Շարունակեք։ Աստված օրհնում է ձեզ հիմա։ Աստված գործում է։ Որքան եք իջնում աղոթքից առաջ, այդքան, իսկ հիմա
Եվ հիմա ես ամբողջությամբ իջնում եմ։ Նայեք ժողովուրդ, նա հիմա կարողանում է հասնել գետնին, նայեք նա հասնում է իր կոշիկներին, Ուժեղ ցավ զգացի ողնաշարից մեջ, որովհետև մի օր տուն գնալիս մի մեքենա հարվածեց ինձ։ իսկ հիմա Ես վիրակապել էի ձեռքս եւ նույնիսկ այդ վիրակապով ես դեռ ցավ էի զգում ողնաշարից մեջ։ Երբ հովիվ Բատիստելան աղոթեց, ես այրող տաքություն զգացի մեջս։ իսկ հիմա Օ, Հիսուսը բուժեց ինձ։ կարող եք նորմալ շարժվել, Այո, հիմա կարող եմ։ դեռ վիրակապը կա, Ես բրիկետ եմ կրում։ իսկ ցավն անցավ, Այն ժամանակ երբ նա աղոթեց, մարմինս այրվում էր։ այո, Այո, հիմա այլևս ցավ չեմ եւ զգում։ երբեք էլ չեք զգա, Ես երկու միջողնային սկավառակի ճողվածք ունեի։ Հիմա մեջքից ցավն անցել կարող է։ եք կռանալ, Այո, ես նախկինում չէի կարողանում դա անել։ ոչ, Ոչ, որովհետև ոտքս թմրում էր, ուժեղ ցավում էր։ իմ ամեն ինչ ավարտվեց, Ամեն, ամեն ինչ ամեն ավարտվեց, փառքաստուն։ բարեկամներ, ինչ հիանալի է անել Աստծո գործը, նույնիսկ եթե այդ լեզուն շատ լավ չգիտենք, բայց շարունակում ենք սովորել, Աստված խոսում է բոլորի սրտերի հետ, եւ մենք տեսնում ենք Աստծո բազմաթիվ գործեր, կար մի մարդ, որը ավտոբուսով 2000 կիլոմետր անցավ ժողովի գալու համար, ժողովից հետո նրանք տուն վերադարձան եւ իրենց հետ տարան Տիրոջ օրհնությունը, չգիտեմ որտեղից եք եկել, բայց մենք այսօր այստեղ ենք ձեզ օգնելու համար, մենք օգտագործելու ենք Աստծո զորությունը եւ հեռացնելու ենք չարիքը եւ հավատացեք ինձ, որովհետեւ նախորդ բոլոր ծառայություններում, որ մենք անցկացրել ենք այստեղ, իսկ սա 5-րդն է, Աստված մեծապես օրհնել է մեզ եւ կշարունակի օրհնել Հիսուսի անունով, Աստված օրհնում է մեզ ամենուր, այսօր մեր ծրագիրը հասնում է ամբողջ Աֆրիկայով մեկ, հյուսիսից մինչև հարավ, հյուսիսային Աֆրիկայում արաբերենով, քանի որ այդ ամբողջ տարածաշրջանում արաբերեն են խոսում, Մարոկոից մինչև ամբողջ մերձավոր արևելքը, իսկ անգլերեն չիմացող աֆրիկացիների համար մենք ունենք նաև մեր ծրագիրը իրենց լեզվով, քանի որ 200 միլիոն մարդ խոսում է այդ լեզվով, մեր նպատակն է գործել Աստծո համար, քանի որ նա մեզ կանչել է գործելու, մենք չենք կարող կանգ առնել, երբ եկեղեցին կանգ է առնում, այն լճանում է, փտտում է, իսկ հետո սկսում են առաջանալ ամեն տեսակի մոլորություններ, քանի դեռ քայլում եւ մարզվում ես, լավ առողջություն կունենաս, ամենավատն այն է, երբ ինչ-որ մեկն ասում է, օ, դուք ծեր եք, նստեք այստեղ, որովհետև պետք է նստեք, ես ասում եմ, շատ շնորհակալ եմ, ես պետք է կանգնեմ եւ քայլեմ, այո, տարեցները պետք է քայլեն, նրանք չեն կարող նստել, ես ձեզ ասում եմ, արեք ձեր վարժությունները եւ լավ կլինեք, իսկ հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը, որից հետո կվերադառնամ, միացրեք, խնդրեմ. Տասնարուց ավել Էդվալը ցավ է զգում ծնկի հատվածում, որը նրան թույլ չի տալիս ազատ շարժվել։ Ես աղյուսագործ էի եւ աշխատում էի շինարարությունում։ Մենք միշտ կրում ենք շաղախ, ցեմենտ, աղյուսներ, դրանք ծանր բաներ են։ Ես տուն էի գալիս ցավերով եւ ցավազրկող էի խմում։ Երբեմն ցավը չէր անցնում։ Տարապելուց գիշերները չէր քնում եւ նույնիսկ ինձ չէր թողում քնել։ Միշտ անհանգիստ էր։ Ցավերը սաստկանում էին։ Ես կարողանում էի կռանալ, բայց շատ էր ցավում։ Աստիճաններով բարձրանալիս շատ ցավ էի զգում։ Գնացի 2 տարբեր բժիշկների մոտ։ Նրանք ինձ ուղեգրեցին մեկ այլ վայր եւ ինձ ախտորոշեցին օստեոարտրիտ։ Ես ստիպված էի ֆիզիոթերապիա անցնել, բայց չէի կարող դա անել, որովհետեւ աշխատում էի եւ ժամանակ չունեի։ Իմ աշխատանքի ժամանակը ֆիքսված չէ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի վարձատրվենք։ Այնպես որ չէի կարող դրան ժամանակ տալ։ Ես ապրում էի այդ ցավով եւ դեղորյակ էի ընդունում, բայց դեղորյակը լոկ ցավը նվազեցնելու համար էր։ Հետո եկավ մի ժամանակ, երբ ես դադարեցի դեղորյակ ընդունել։ Նույնիսկ հրաժարվեցի բուժումից։ Ցավը մնում էր անկախ նրանից, բուժում ստանում էի թե ոչ,
Ցավ իմ ուղեկիցն էր։ Կինս միշտ պնդում էր, որ ես բուժում ստանամ, իսկ ես հրաժարվում էի։ Բժիշկն ասաց, որ բուժում չկա, որովհետև օստեոարթրիտը դեղորյակով չի բուժվում, բայց Հիսուսի համար ոչինչ անհնարին չէ։ Ես մկրտվել եմ 2 տարի առաջ եւ այս եկեղեցու միջոցով ես գտա Աստծո խոսքը։ Մենք մի քանի անգամ գնացինք դոկտոր Սուարեսի ժողովներին։ Հունիսի 25-ն էր, ես գնացի պաշտամունքի եւ իմ ցավը հանձնեցի Հիսուսին։ Բայց այս անգամ նա գնաց եւ իսկապես հանձնվեց։ Դոկտոր Սուարեսի ուղերձով օրհնվեցի։ Շնորհի մեջ ծառայենք Աստծուն։ Ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ Դա նշանակում է հրամայել հիվանդությանը, հեռանալ ձեր գլխից, մարմնից եւ այն հեռանում է։ Աղոթքի ժամանակ նա ինձ խնդրեց շարժել ոտքերս։ Ես դա արեցի առանց ցավի։ Զգացի Աստծո շնորհի ազդեցությունը իմ կյանքում։ Դոկտոր Սուարես ավելի քան 10 տարի է, ինչ ծնկներիս խնդիր ունեմ։ Բժիշկներն ինձ ախտորոշեցին արթրոզ, բայց այսօր ես բարձրացա աստիճաներով եւ ցավ չզգացի։ Երբեք էլ չեք զգա։ Հիանալի եմ զգում։ Հիսուսի անունով։ Ես այնտեղից դուրս եկա քայլելով, հանգիստ տուն գնացի առանց որևէ ցավ զգալու։ Այսօր էլ ցավ չունեմ։ Իմ կյանքում շատ բան է փոխվել, ավելի շատ ժամանակ եմ հատկացնում Աստծուն։ Ավելի շատ ենք աղոթում եւ փնտրում Աստծո երեսը, այն ամենը, ինչ մենք անցանք, իրոք դժվար էր, այնպես որ Աստված եկավ հոգ տանելու մեզ համար։ Շնորհակալ եմ Աստծուն, որ բուժեց նրան։ Ես նույնպես բուժվեցի դոկտոր Սուարեսի ծառայության ժամանակ եւ նույնիսկ մասնակցեցի մեկ այլ իրական կյանքի պատմությանը 2010 թվականին։ Բուժվեցի ծնկի խնդրից, քանի որ բժիշկներն ասել են ստիպված կլինեն անդամահատել ոտքս, իսկ հիմա մենք երջանիկ ենք Աստծով։ Հիշարժան օրեր եւ ընդմիշտ կնշվի իմ կյանքում։ Տանը աստիճաններ կան, եւ ես միշտ բարձրանում եւ իջնում եմ աստիճաներով։ Նորմալ քայլում եմ։ Այս շաբաթ ես նաեւ ընկերոջս փոխարեն աշխատեցի։ Ես ստիպված էի ծանր բեռ կրել, բայց ոչ մի խնդիր չունեցա։ Ես օրհնված եմ, փառք Աստծուն։ Նա քայլում է, կռանում, խաղաղ քնում, նա եւ ես հիմա խաղաղ եւ հանգիստ քնում ենք։ Արթրոզը վերացել է, այն դարձել էր իմ թշնամին։ Այսօր ես երջանիկ եմ, լի ուրախությամբ։ Առաջին հարցը, խնդրեմ։ Դոկտոր Սուարես, կարող է սատանան հաղթել իսկական հավատացյալին։ Ոչ, սատանան արդեն պարտված է, եթե իսկական հավատացյալ է։ Այլապես նա կընդունի սատանայի գայթակղությունը եւ կընկնի նրա ձեռքը, բայց Աստված իրենին կազատի։ Հաջորդ հարցը։ Դոկտոր Սուարես, ինչու է Պողոսը մեզ ասում, որ սերն ամենամեծ պարգևն է։ Որովհետև Աստծո մասին կատարյալ սահմանումը հետևյալն է. Աստված սեր է, այսպիսով սերը հաղթում է մահվանը, այն հաղթում է ամեն բան, որովհետև Աստված սեր է։ Հիմա բացենք մեր սրտերը։ Դոկտոր Սուարես, իմ ընտանիքի անդամներից մեկը լուրջ առողջական խնդիր ունի։ Մանկուց ի վեր նա կյանքում մի քանի առողջական ճգնաժամեր է ունեցել, սակայն այսօր ես գիտեմ Աստծո խոսքը եւ ուզում եմ վերջ դնել այս տառապանքին։ Հավատքի միջոցով, որովհետեւ բժշկության համաձայն այս հիվանդությունը անբուժելի է։ Ես չգիտեմ, թե ինչպես վարվել Աստծո խոսքի մեջ, նրա բուժմանը հասնելու համար, ինչպես վերացնել չարիքը, որը տարիներ շարունակ եղել է մարդու կյանքում։ Տեսեք, դժվար է ինչ-որ բան անել, երբ մարդը նույնիսկ չգիտի խոսքը կամ չի հավատում Աստծուն։ Դուք նախ պետք է նրան առաջնորդեք Քրիստոսի մոտ, ցույց տալով, թե ինչպես է Աստված բուժում, եւ թույլ տալով Աստծուն խոսել նրա սրտի հետ։ Վերցրեք այսօրվա եւ մյուս բոլոր օրերի վկայությունները, որոնք մենք այստեղ ցույց ենք տալիս։ Դրանք կան նաև YouTube-ում։ Եթե դրանք ուղարկեք նրան, այդ մարդը կտեսնի եւ այդ ժամանակ հավատ կգա նրա սրտի մեջ։ Այդ ժամանակ դուք շնորհակալություն կհայտնեք Աստծուն, որը կարողացավ այդ մարդուն օգնել հասկանալ խոսքը եւ Աստված կանի իր գործը։ Հիմա եկեք ոտքի կանգնենք, աղոթենք բոլոր մարդկանց համար Քրիստոսի անունով։ Խոնարհեք ձեր գլուխը, փակեք ձեր աչքերը։ Հայր, մենք հիմա աղոթքով գալիս ենք քո առջև։ Աստված իմ,
Դու խոսեցիր շատ սրտերի հետ։ Ես մեր եկեղեցում ասացի, որ պետք է շնորհ ստանանք եւ քայլենք դրա մեջ, որովհետեւ այդտեղ է քո գործը կատարվում։ Ինչ է շնորհով Տեր, դա Տիրոջ քայլն է մարդու հանդեպ, ով գուցե հակակրանք ուներ ավետարանի նկատմամբ, իսկ հիմա սկսել է հետաքրքրվել Հիսուսի խոսքերով, թե ինչ սովորեցրեց Հիսուսը։ Հիմա միասին մենք չարին դուրս կմխենք։ Աստված իմ, ամբողջ աշխարհում պորտուգալերենից բացի մենք բազմաթիվ լեզուներով տարածում ենք քո խոսքը, եւ մարդիկ ամբողջ աշխարհում լսում են Ֆրանսիայում, հայ ֆրանսերեն, Ավստրիայում, Միացյալ Նահանգներում Անգլիայում անգլերեն, նաեւ իտալերեն, թուրքերեն, ռումիներեն, ճապոներեն, կորեերեն, ասված իմ նաեւ չիներեն, որ մարդիկ սովորում են, ասված իմ հիմա ես այս ճարիքը հեռու եմ վանելու այս կյանքերից, հիմա ձեր ժամանակն է ժողովուրդ, եւ որտեղ էլ որ լինեք, չարը կհեռանա ձեզանից, միաբանվեք մեզ հետ այս աղոթքում եւ ձեր օստեոարտրիտը չի մնա, ձեր արտրիտը նույնպես չի մնա, ձեր մարմնի բորբոքումները, ձեր մարմնի ցանկացած չարիք, որից դուք հիմա տառապում եք պետք է անհետանա Հիսուս Նազովրեցու անունով, մենք հիմա դրանք դուրս ենք քշում, քաջ եղեք բարեկամներ, մտեք աղոթքի մեջ, ասեք ձեր կյանքի չարիքը իր անունով եւ հրամայեք, որ այն հեռանա, բարեկամս Աստված պատրաստ է դիպչել ձեր կյանքին հենց հիմա, աղոթքի մեջ մտեք իմ եւ հովիվ Այմեի Աստծո խոսքի ծառաների հետ եւ ասեք Հիսուսի անունով, եկեք ավելի բարձր ասենք, Հիսուսի անունով, հիմա է ժամանակը բարեկամներս, Հիսուսի անունով, բոլոր չարիքներ, հեռացեք հենց հիմա։ Այս անվան մեջ եղած իշխանությամբ եւ զորությամբ ես միավորում եմ իմ հավատքը բոլոր հավատքի հետ։ Բարձրացրու ձայնդ եւ որոշիր, որ պետք է կատարես Տիրոջ հրամանը։ Նա իր խոսքերը դրեց քո բերանում եւ ասաց. «Իմ անունով դևեր կհանեն, ով ինձ հավատա նույն գործերը կանի, որ ես եմ անում, ուրեմն եկեք անենք այն, ինչ նա արեց, նրա անունով որոշիր եւ պահանջիր հիմա, որ չարիքը հեռանա, որ ցավը հեռանա, որ բորբոքումը հեռանա, դու ապրել ես դրանով, իսկ հիմա պահանջիր, որ այն հեռանա, Հայր, այդ մարդը ցավ է զգում հոդերի մեջ, երբ շարժվում է, չարիքը այն ոտքի մեջ է, Աստված այն ողնաշարի մեջ է, Աստված այն ուսի, այն ձեռքի մեջ է, որտեղ ցավ կա, արի հիմա, ով Տեր, եկ հիմա քո մեծ զորությամբ, ցույց տուր քո ժողովրդին, որ դու ամենակարող ես, ցույց տուր քո մեծ կարողությունը, իմ հավատքը միավորված է նրանց հավատքի հետ, եւ իմ ձայնը չարիքի դեմ է, ես հրամայում եմ դրան դուրս գալ եւ ասում եմ դուրս արի, այն չի կարող մնալ այն, չի կարող շարունակվել, մենք հիմա պահանջում ենք, որ չարիքը դուրս գա այս մարդու տեսողությունից, դուրս արի Հիսուսի անունով, այն չի կարող շարունակվել, ականջի աղմուկ, կոկորտի խնդիր, նրա ձայնալարերում, շնչուղիներում, ինչ էլ որ չարիքը լինի, որտեղ էլ որ լինի, հիմա բարեկամս մենք հավատքի մեջ ենք, մենք Հիսուսի անվան իշխանության տակ ենք, մենք ասում ենք այս հոգեբանական չարիքին, այս հուզական չարիքին, որը կոչվում է դեպրեսիա, խուճապային համախտանիշ, այս վախը, որը տանջում է քեզ, այս խուճապային նոպան, որը հայտնվում է եւ քո սրտի աշխատանքն արագանում է, գլուխը ծանրանում է եւ դու նույնիսկ մտածում ես խելագարվելու մասին, հեռացրու մտքիցդ բոլոր խռովությունները, սատանան է տիրապետում քո մտքին, չար, դու այլևս չես ստրկացնի նրանց այս վախով, դու այլևս չես ստրկացնի նրանց այս խուճապով, այս կասկածով, այս անորոշությամբ, ազատագրվեք ամեն չարիքից, դժոխքի բոլոր ճնշումներից, բոլոր դիվային ճնշումներից, հեռացրու մարմնիդ վրայից այս ծանրությունը, որ օր ու գիշեր տանջում է քեզ, այդ ուժեղ գլխացավը, այդ արագացող սրտխփոցը, այդ սեղմվածությունը կսկավանդակում, դուրս արի հենց հիմա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ալելույա, ամեն։